եւ բոլոր մրցույթային պաշտոնները դարձել են իշխանական կուսակցության կողմից նվեր տրվող պաշտոններ։ Երկիրը երբեք չի զարգանում, երբ որ մրցույթային պաշտոնները ծանոթ բարեկամով են անցնում։ Խոսենք հիվանդանոցների մրցույթների մասին։ Վերջին շրջանում հատկապես։ Վերջին շրջանում հատկապես շատ ծանոթ բարեկամ։ Մենք տեսանք, թե ինչպես մեդալներով երկու տնօրեններին ազատեցին աշխատանքից։ Հարց, եթե այս տնօրենները մեդալների արժանի էին, ինչու եք ազատում աշխատանքից։ Եվ այնուհետև շատ արագ հայտարարեցին եւ տարանշանակեցին Նարեկ Զեյնալյանին Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրեն, ասեն, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դա հսկայական մի հիվանդանոց է, որը իր ուրույն տեղը ունի Հայաստանի Հանրապետության առողջապահության մեջ եւ շատ կարեւոր ռազմավարական բժշկական կենտրոն է։ Եվ այդ պաշտոնները անգամ այս նշանակողները մոռացել են, որ սրանք մրցույթային են։ Եվ այսօր հենց այս պահին Նարեկ Զեյնալյանը այնտեղ կատարում է կադրային քաղաքականության փոփոխություն։ Մեկին ազատում է, մեկին ընդունում է, իր ընկերոջն է հրավիրում աշխատանքի, իր բարեկամին է ընդունում աշխատանքի։ Բայց դա նորմալ չի, Տիկին Պողոսյան, երբ որ փոխվում է ղեկավարը։ Նորմալ է, բայց այդ մարդը դեռ չի ընտրվել այդտեղ մրցույթով։ Ժամանակավոր է։ Այսինքն պետքա լիներ մրցույթ, պետքա հաղթի տնօրենը, որպեսզի գնա եւ որոշի իր կադրային քաղաքականության կատարումը։ Այսինքն այնքան վստահ են, որ այդ մրցույթում այս մարդը իրանց միակ թեկնածությունը եւ անցնելու է, որ ականաչ լույսը տվել են, ասել են գնա ինչ ուզում ես արա, այդպես չի լինում։ Եվ հակառակը, շատ խելացի մարդիկ, որոնք ուզում են մասնակցել 0% է իրենց մրցույթը հաղթահարելու հավանականությունը։ Ասեմ ինչու։ Եթե դու անգամ տաղանդավոր ես եւ անցնում ես այդ երկու փուլը, գրավոր բանավոր փուլը, հասնում ես մի ընթացակարգի, որը կոչվում է ռազմավարական ծրագրի քննարկում, այսինքն դու ներկայացնում ես այդ հիվանդանոցի ռազմավարությունը, դու ինչպես ես պատկերացնում զարգացման տեսլականը։ Ասեմ, որ դա նախագիծ է, հետո 1 ամսվա ընթացքում դա պետքա վերջնականացվի եւ հաստատվի։ Դրսի մարդը, որը որ այդ կլինիկայի հետ կապ չունի, ինքը շատ թվեր, շատ կառուցվածքային նյուանսների չի տիրապետում։ Երբ որ գրում ես հիմնադրին, ասում ես տվեք ինձ այս թվերը, ասում են դա անձնական գաղտնիք է, դա բիզնես գաղտնիք է եւ չեն տալիս այդ թվերը։ Եվ մարդը, որը որ տաղանդավոր է, արդեն մրցունակ չի այն մարդու հետ, որին որ ողջունում են հիմնադիրները։ Պլյուս դրան էլ եթե անգամ այդ ռազմավարական ծրագիրը իդեալական է, ապա այդ հանձնաժողովը ունի հանձնարարական անցկացնելու, որովհետև դա սուբյեկտիվ է, ամեն մեկը իր կարծիքով է գնահատում են, անցկացնում են այն մարդուն, ով որ պետքա լինի։ Եվ այստեղ ես իրենց առաջարկել եմ, ասել եմ հանեք այդ մրցույթները, հայտարարեք, որ մենք ինքնական որոշում ենք, որ այս հետամնաց երկիր ենք, մենք չենք ընդունում ոչ մի մրցույթային քաղաքակիրթ եղանակ, մենք նշանակում ենք մեր քպեական ավականիներին, մեր պայմանագրում մանդատը դրած դեպուտատներին, մենք այսպես ենք որոշել անել։ Եվ դրա ցայտուն օրինակներ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի նշանակումը, որին ազատեցին, նշանակեցին մի ժամ հետո եւ այլն, եւ ինչ ստացվեց։ Մարդը մրցույթը չի հաղթահարում, անգամ այդքան այդ աջակցության արդյունքում ինքը մրցույթը չի հաղթահարում։ Հետո ինչ որ բողոքարկում են եւ այլն, մարզպետը նշանակում է։ Ինչ եք ձեր գլխին այդ սարքում, հանեք այդ մրցույթները, քանի դուք եք, հանեք, հայտարարեք, որ այսուհետ բոլոր մրցույթային պաշտոնները իշխանական թիմին են եւ իշխանական կուսակցությանն են։ Եվ այդպես մենք իհարկե չենք զարգանա, իհարկե կլինեն կոռուպցիոն սխեմաներ եւ հետո ինչ կլինի կտեսնենք ընթացքում։